փոքր մեր ուշադրությունը սևեռենք նաև մամուլին, նաև լրատվամիջոցներին, որոնք գալստեն դեպաբար ձեզ եմ ուզում հարց տալ, տեսեք արդյոք արդի Հայաստանում մամուլը ազատ է ընդհանրապես ու ընդհանրապես ԶԼՄ-ների, լրատվամիջոցների ազատությունը ինչն է որոշում, որ Հայաստանում մամուլը ազատ է, օրենքները, ինստիտուտները, թե ընդհանրապես քաղաքական իշխանության կամքը, եթե վերցնենք հենց արդի Հայաստանը ու ինչ փոփոխություններ մասով կան, ինչ մարտահրավերներ կան ներկա ԶԼՄ-ներին, որտեղ ժողովրդավարությունը նաև հենց դա է որոշում, եթե կան ազատ անկախ լրատվամիջոցներ, թե դրանք կախյալ են ոչ, չգիտեմ, ուժերի, թե մարդկանց կողմից։ Շնորհակալ եմ, դե բացարձակ ազատություններ որպես այդպեսին ես չեմ էլ պատկերացնում թե ինչ պետք է լինեն, իրականում դաշտը գոնե ինտերնետային լրատվամիջոցների պարագայում մինչև վերջերս բավական այսպես ազատական էր, հա, եւ ասել, որ ինչ որ հատուկ կանոնակարգումներ կային, որոնք որ խստացնում էին կամ սահմանափակում էին մամուլը մանավանդ ինտերնետային տիրույթում, ինչի անունից կարող եմ խոսել, հա, իրականում ճիշտ չէ լինի։ Հիմա իշխանությունները ակնհայտորեն պատրաստվում են այդ գործողություններին, սա բավական ակնհայտ երևույթ է, ընդ որում կրկին դա տեղի ունենալու, այսպես ասենք, այդ հիբրիդային պատերազմի շարժի կամ քողի ներքո, որով իրենք փորձելու են նաև սահմանափակել վստահ եմ մամուլի լրատվամիջոցների ազատությունը։ Սա հարցի մյուս կողմն է, բայց ես այս հարցին կփորձեի մեկ այլ կողմից անդրադառնալ, հա, լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունները իշխանության նույնպես շատ կարևոր են այդ լրատվամիջոցների գործունեության եւ ընդհանրապես մեդիա դաշտի առումով։ Ինչպիսի փոխհարաբերություններ են իրենք հաստատում լրատվամիջոցները, ինչպես են աշխատում այդ լրատվամիջոցները, այսպես ասեմ, հա, ճակերտներով աշխատանքը։ Ուրեմն կարող եմ վստահաբար ասել, որ 2018-19 թվականից հետո լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ դեմոնիզացնող գործընթացը կառավարվել է օրվա իշխանությունների կողմից։ Այսինքն այն լրատվամիջոցները, որոնք որ եղել են կամ մասնավորապես նաև լրագրողները, որոնք եղել են հատկապես ակտիվ, հատկապես քննադատող, դուք կարող եք բազմաթիվ հազարավոր, տասնյակ հազարավոր այսպես ֆեյքային գրողներ, հրապարակումներ տեսնել, որտեղ մտնում են նրանց ընտանիք, որտեղ նրանց, չգիտեմ, ամուսնական կարգավիճակն են հրապարակում եւ այլն, այսպես դեպքերը բազմաթիվ են ուղղակի։ Ուստի շատ կարեւոր է, այսինքն այդ մթնոլորտի ստեղծումը, որոնք որ իրենք անընդհատ փորձում են պայմանական ասած անել։ Երկրորդ հանգամանքը նաև այդ համացանցային ֆեյքային գրողներն են, որոնք որ տեղի ունենում, այդ, չգիտեմ, այսպես կոչված ֆեյքերի ֆաբրիկաները, մյուսը եւ այլն, որոնք որ կամաց սկսել են փոխարինել ծանր դասական լրատվամիջոցներին, այսինքն ֆեյքային սնկային կայքերը դարձել են այլևս ինֆորմացիոն աղբյուր, այդ սնկային կայքերի հիման վրա օրինակ քրեական գործեր են հարուցվում, այդ սնկային կայքերը այսպես ինչ որ մեր տեղեկությունների համաձայն գրում են, որ օրինակ չգիտեմ, այսինչ է այսպես է եղել, մեկ էլ միանգամից իրավապահ համակարգը շատ արագ արձագանքում է եւ դրա հիման վրա քրեական գործեր են հարուցվում։ Այսինքն իրականում լրատվամիջոցներ հասկացությունը օրվա իշխանությունը օգտագործում է իր ռեպրեսիվ համակարգը ավելի կատարյալ դարձնելու համար, այսինքն մշակել են մի սխեմա, կա X լրատվամիջոց, որը օդում կախված լուրերի համաձայն կախված է կառավարության աշխատակազմի եւ այդ աշխատակազմում աշխատող մարդկանց հետ, կրկին օդում կախված լուրերի համաձայն, այդ լրատվամիջոցը, որը չի իդենտիֆիկացվում, չունի, չգիտեմ, համանախապակ պատասխանատվությամբ ընկերություն կամ ինչ-որ, հա, կամ ինչ-որ ֆոնդ չի, այսինքն իրավական կարգավիճակ չունի, չես կարող գտնես իրան եւ դատի տաս։ Այդ այսպես կոչված լրատվամիջոցը հրապարակում է, որ օրինակ ասեք Դավիթ Խաչակյանը մարտակցել մեքենայի տակ կներես իհարկե համատության համար, հա, ու այսպես այդ process-ը շարունակվում է։ Այս սխեման բավական այսպես կանոնակարգված եւ այլևս հա, ու գալիս է участковին Դավիթ Խաչակյանի տուն ու որպես կանոն դատարանն էլ, ասենք, խափամիջոցը ամեն հավանականությամբ կալանքն է տալիս, հա։ Հետո ուրիշ
ուրիշ հոդված են դնում դա։ Այո, ամենակարևորն է, որ Դավիթ Խաչակյանին տանում են օրինակ ԴՏՊ-բանի ճանապարհատրանսպորտային պատահարի թեմայով, վերջում ասենք փողի լվացմամբ կալանավորում են 2 ամիս օրինակի համար։ Այսինքն այս process-ը, հիմա Դավիթի վրա ֆիքսեցի ընդհանրապես, այս process-ը սա այլևս կրկնում եմ կատարելագործված սխեմա է, որի մեջ ցավոք լրատվամիջոցները կամ այն ինչ որ կոչված է լրատվամիջոց ասվելու, ինքը լրատվամիջոց չի իրականում, օգտագործվում են որպես այդ պատժիչ ռեպրեսիվ համակարգի մի մաս։ Հիմա թե սա որքանով է կապված մամուլի ազատության հետ, այդեն դատեք ինքներդ։ Մի հավելում անեմ այդտեղ մեդիաներից խոսվեց ու այդ հրապարակումներից պետք է հաստատի նշենք, որ անձի տվյալները եւ կյանքում իր գաղտնիության իրավունքը օրը ցերեկով ոտնահարվում են։ ԱԱԾ-ն կոնկրետ դարձել է կոմպրոմատներ հավաքող կառույց, այսինքն տարբեր եկեղեցական գործիչների, ընդդիմադիր գործիչների, պետական աշխատակիցների հանդեպ հավաքվում են տվյալներ, անգամ իրենց կուսակիցների հանդեպ էլ, մենք դեպքերը տեսանք նույն Աղազարյանի դեպքը, երբ որ կոմպրոմատներ էին հրապարակվում, ինչեր, այսինքն մարդու անձնական տվյալների գաղտնիության իրավունքը բացարձակապես ոտնահարվում է եւ ծառայեցվում է իշխող կուսակցության քաղաքական շահերի համար ու յուրաքանչյուր անձ, օրինակ պետական համակարգում է կամ ինչ-որ կառույցում է, որը կախվածություն ունի որոշակիորեն կառավարությունը ես եմ հռչակած անձից, մեկը անգամ լավ մտածում է, արդյոք իր հետ կապված կան որոշակի կոմպրոմատներ թե ոչ, ինքը սա ասի թե ոչ, այստեղ լինի թե ոչ։ Բացի դրանից, մեր գործունեության հենց մեկնարկից սկսած մեր անդամներից շատերի հետ կապված արդեն նույն 2018-ից առաջ ընկած գործընթացներն են սկսել, օրինակ ծանոթներին, ընկերներին, ծնողներին աշխատանքի վայրերում զգուշացնել, տեղեկացնել, ձեր երիտասարդը, ձեր գործընկերը արդեն շատ սուր է քննադատում, արդյոք այդպես պետք է, մենք չենք ուզում ձեր հետ այլ լեզվով խոսել աշխատանքից հեռացման ու մնացածի։ Այսինքն ունենք իրավիճակ, որ ոչ միայն կոմպրոմատներով են, այլ նաև աշխատանքի հեռացման սպառնալիքներով են խոսում եւ այլն։ Ու սա ուղղակի փաստացի ցույց է տալիս, որ երբ որ նշեցի այդ վրեժխնդրության տենչը, արդեն իրենք պատրաստ են իրենց թիմակիցների հանդեպ էլ, բոլորի հանդեպ էլ հրապարակայնացնել ամեն տեսակի եւ ընտանեկան եւ տարատեսակ կոմպրոմատներ եւ ստիպել ու սպառնալ հնարավոր բոլոր եղանակներով։ Ու որոնք իհարկե հայտնվում են պարոն Գալստյանի նշած սունկ մեդիաներում ու առիթ են հանդիսանում участковի կողմից այցելել բնակարաններ Դավիթ Խաչակյանի տուն այսքան